արդարության եւ արդարադատության հետ կապված հիմնարար խնդիրներ կան մեր երկրում։ Մեր եւ դատախազական մարմինները, եւ քննչական մարմինները, եւ դատարանները համարում ենք, որ իշխանության եւ ժողովրդի խզում կա։ Ժողովուրդը իշխանություն չունի դատական համակարգի նկատմամբ։ Եվ մենք կարծում ենք, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ զտվելու, վեթինգի ենթարկվելու անհրաժեշտություն կա։ Ուրեմն այս շատ կարևոր հարց եք տալիս։ Այս ճանապարհներ, բաներ, բոլորը բխում է այդ մեծ հարցի հաջողությունից։ Մենք կարծում ենք, որ պետությունը լուրջ մարտահրավերների եւ պատերազմի մեջ է այս պահին։ Մեզ թվում է, որ խաղաղություն է, բայց մենք ամեն տեղ հանդիպում ենք մարդկանց, ովքեր անհանգիստ են եւ կրկին մեզ բարձրացնում են անվտանգությանն առնչվող մտահոգություն։ Ու այս շատ հատկանշական է, որ ոնց կարա 2 տարի մոտ կամ ավել սահմանին հարաբերական անդոր լինի, խաղաղություն լինի, զոհ չլինի, բայց մարդիկ շարունակում են անհանգիստ մնալ։ Այս նշանակում է, որ խնդրեմ կա։ Եվ մենք գտնում ենք, որ այդ խնդրեմը դրսից ներմուծվում է մեր երկիր։ Մենք գտնում ենք, որ այդ սպառնալիքը ունի շատ որոշակի անուն ազգանուն։ Այդ սպառնալիքի անունը Վլադիմիր Պուտինն է։ Եվ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ նախ ախտորոշել ենք այդ սպառնալիքի անունը եւ գտնում ենք, որ պետությունը պիտի անհրաժեշտ վերաբերմունք դրսևորի այն մարդկանց, ովքեր այսօր հանդես են գալիս Պուտինի հաճախորդի, կլիենտի անունից եւ հանդես են գալիս որպես Պուտինի կլիենտ եւ այս ընտրությունները պիտի նաեւ պատասխան լինեն այն ջանքերին, որոնք Պուտինը դրսևորում է մեր պետությունը զավթելու համար։